լողանալով, ասում եք ջուրի տակ էր կողքան էլի տանում եք, ջուրի տակ էր կողքան։ Մի պետք կայմանալ քիլո երրորդ մասի Թևոսյան փողոց։ Այն բազայի մոտ թեքում եք ձախ ու մտնում Թևոսյան փողոց, այն բենզին չգիտեք, այն աչքերն վրա հա? Չէ, պետք չէ։ Չէ, դա բնականաբար կողմի Դե որ արդեն ուզում եք մտնել երրորդ մաս, այդտեղ արդեն երկու բարձրացի մոժկա, Там друзья его Ո՞վ Ճորա չէ։ Ես էլ եմ այդպես մտածում, Արմո ջան, ամենալավ տարբերակն ա որ այդպես մտածում։ Aziz ես սա մասել եմ, հնակվարդի պետինել եմ ասել, Հեմի Այսինքն ստեղ է ներխում տեսել։
Բայց ճիշտ բա որ 15 տարեկան է։ Նախնական։ Ստեղ են հա տես երեխուն։ Այն տրուբեն գուտա, այդ տրուբեն։ Հա, այս տրուբի վրա է, հա եղել։ Դրեն չեն տեսել, դեմը արդեն ջրի մեջ է։ Ջրի մեջ, հո։ Հունիսի 15-ն է, արդեն 2 ժամից ավելի է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության եւ Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ փրկարարներ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանները քաղաքացիների հետ, ահա այս հատվածում մենք հիմա Վանաձոր քաղաքի 3-րդ մաս կոչվող թաղամասում, որտեղով անցնում է Փամբագետը, ըստ ականատեսների, այստեղ են չէ՞ տեսել որ երեխուն։ Ըստ ականատեսների երեխան, որը մոտավորապես կլինի 14-ից 15 տարեկան աղջիկ, ընկել է գետը եւ ականատեսները տեսել են, որ հենց այս հատվածում է երեխան ջրի մեջ հայտնվել։ Արդեն 2 ժամ է երեխայի հարազատները, հարևանները, քաղաքացիները ոստիկանության, համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ, մեծ թվով փրկարարներ, որոնողական աշխատանքներ են իրականացում, ցավոք տեսնում եք գետը բավականին վարար է, չի բացառվում, որ գետը քշած տարած լինի։ Որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից ներգրաված են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ։ Արդեն մոտ 2-3 կիլոմետր նայել եք, չէ՞ արդեն։ Մոտ 2-3 կիլոմետր նայել են, ցավոք, մինչև այժմ ոչ մի տեղեկություն, ոչ մի երեխայի հայտնաբերման մասին չկա։ Որոնողական աշխատանքները սկսվել է, չի դադարում, մի քիչ էլ եղանակային պայմաններն է շատ վատ, անձրևում է, սենց գնում է դեպի Թումանյան, չէ՞ Ալավերդույան։ Բայց ճշտել են, գոնե միանում է դեպետին։ Փամբակ գետնա, որը միանում է դեպետին, իսկ գոնե ճշտվել է, գոնե նախնական երեխու տվյալները բան չկա։ Հա հենց ստեղ է էլի։ Չէ, հենց ստեղ։ Ականատեսերը ստեղ են տեսել, չէ։ Ջրի մեջ տեսել են։ Տեսնում եք ինչ վարարա։ Если камурժն այդ։ Հիմի գնում եք մյուս կողմը, չէ՞, չէ։ Հա, ես կգամ, այդհամ մեր ավտոյով կգամ ես։ Դիմով չէ։
Ասի ձերը Այդ չի կան։ Սողանքային է։ Մենա բերես Բայց բաց է, բանը ծորի։ Ալի, քոնչը։ Այս պայն որոնողական աշխատանքների շարունակվում են, տեսնում եք Վանաձորի հրշեջ փրկարարները այն վայրից, որտեղ որ ականատեսները տեսել են երեխայի մարմինը, այդ վայրից մոտ 1.5 կիլոմետր դեպի Ալավերդի տանող հատվածում որոնում են։ Հիմա գետի մեջ են նայում։ Մեծ թվով քաղաքացիներ են ներգրավված, Լոռու մարզի գումարտակի պարեկներն են, ոստիկանության տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ, փրկարարներ, ցավոք մինչև այս պահը դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Հագուստի կտոր են հայտնաբերել։ Սա կարելի է ամենատեղ տեսնողներին ցույց տալ, տեսեք այդ գույնի շոր են տեսել, թե։ Տեսեք այդ գույնի շոր են տեսել։ Teve câmera no seu dedo? É? É, vai, ele Տեսնողներին նա ցույց տալ։ Չէ, դա ես նկար։ Դե ամեն սա վրաչ կենտրոնան անգնանցում է։ Նա տներ քեվ կարես, սրանից էլի սոցիալիստիկ պրոս բանկարարն է։ Եմ մի կոնկրետ է տրուկ է գորի դրիցորի që վրանքի այսպես մամուտներ է։ Ռանգի ասպետակոստատանի Հա, դե եթե նայելով եք։ Եթե մի մուտի նայելով եք։
Այդտեղ նա է, մեկ էլ գիտես որ Դե նայել է, ինձ այլ սա Դե ուրեմն Զորջան Կարող այդ բանը տեղ չլի, հետո մի նայելով րոպե առաջ նա մի նայելով չես կարող։ Այդ կամի հետո բաղադավիկների գցած երկատների մոտ նայեք Ասա ոչ հալի։ Զորջան։ Բարեկների կեսել այս մի կիլոմետր շարավողով փրկարանների հետ նայում են, չէ։ Այնտեղ պետք է թանկելի արժե թալ։ Արդեն մի 4 կիլոմետր եկել են, չէ՞ կար։ Ջան ընկնելու վայրից։ Այս աստեղել են, չէ՞ հեսա։ Այս պահին տեսնում եք, այս հատվածում էլ այն վայրից, որտեղ որ նկատել են երեխային գետը ընկնելուց, այդ վայրից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա այստեղ էլ պարեկներն ու փրկարարներն են շարունակում Փամբակ գետում որոնողական աշխատանքները միացել են նաև Լոռու մարզային փրկարարական վարչության եւ Վանաձորի մեծ թվով հրշեջ փրկարարներ փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանի գլխավորությամբ հերթական ցուցումներն է տալիս վարչության պետը բայց ասում մոտ 4-5 կիլոմետր արդեն որոնողական աշխատանքները իրականացվել են։ Մեծ թվով նաև մեծ թվով համայնքային ոստիկաններ են ներգրավված ոստիկանության տարոնի բաժնից Գետը բավական Իմ տեղեկություններով նաև դեպքի մասին տեղեկանալով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կարգադրությամբ մարզպետարանի 10-ից ավելի աշխատակիցներ նույնպես միացել են երեխայի որոնողական աշխատանքներին։ Վարարա, չէ։ Արտար։ Հիմի որ մաս են գնում, Գաբրելյան։ Հիմնական տեղը, հա։
Գնացեք ուշ։ Էդմեն են հիմնական տեղ ասում, դեմ ոսը սվիտեր են գտել։ Հա, MЧS-ը գնացն դե։ Տրոբի մոտ։ Հա։ Տրոբի մոտ նրա։ Տրոբից ուտե վես մասը։ Վարարա կաղա տարածել լինի։ Մամական տարած չէ, որ բանակ ծառը։ Մոտ 5-6 կիլոմետր նայել եք արդեն։ Ետն էլ վարարա։ Հենց այդ տրուբի տակը բերնայինք ասես։ Որոն դեղատ է տրոբի տակ, ոնց է ստեղա։ Մի հատ բերեք տոշն իմանանք որ է ատեսը։ Դեմի տեսա հիասում կեսը հիասում։ Այդն ոստանով բերեք մտ։ Բանկցի սմետանի աման։ Վարարա այք սավը տանեն։ Մեկ են ծառի տակը։ Այն ոնց որ մեզ բան է։ Ստեղից են տեսե, այս որ հարկից։ Հա, վերջին հարկից ականատեսան դեղից են տեսել, էլի։ Մեկ են գետի վրա Հա, այդ կինն էլ է ձեն տվե, հա։ Չէ, այնտեղ կինը եղել նստած, այդտեղ ձայները լսել ա որ օգնեք։ Վայ։ Ախպեր ասեն 3 ժամ է, չէ, 3 ժամից ավել է մանեք գալի։
Բանը սոհես ծառն դից կանանք ես ծովը։ Լոտկով մենք ես վերևից մաքրելով, սանրելով հիշտ կհասկանանք ինչ։ Դուք այդ թևերը ուշադրեք, կանցավ ամեն ինչից։ Որտեղ էլ մի կասկածելի բան, կտենա կարակ, մենա կարակ արձագանքի հասկանանք ինչ։ Ու արի, երրորդ մասին, արի որ ստեյք Վարար է։ Շատ վարար է։ Հա, արագությունը հեսը նայ, վարկյանը տանում է, նայ։ Տանում է։ Ստեղ եթե ես ստեղ եղա։ Կաղաքշած տարածել են, չէ։ Նաև չի բացառում ինչ-որ ծառի արմատին, բան կպացել են։ Մանատիկ տեղեր։ Կան։ Բայց այս դեպքը որտեղ որ եղել է, դերից սած մոտավորապես Արդեն մի 4-5 կիլոմետր եկել եք։ չէ, բա ներքև է ես Հա, ներքին էլ բա այդ եմ ասում։ բանը որ կա։ Փամբակով որ ասած համայնքը։ Հմ։ Այս փամբակ բնակավայրը։ Այդտեղի դպրոցի մոտից սկսած միջև ստե մարդուն է։ Այդ այդտեղից միջև օջախը, որտեղ որ ընկել է, քանի կիլոմետր կլինի։ Մոտավորապես 10-15 հեսա գանից է պատմում, ավելի Մոտ 20 կիլոմետր։ Քիչ առաջ Լոռու մարզի փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները կարծես թե հայտնաբերեցին որոնվող երեխայի ծնողին ու հիմա փրկարարներն իրենց ավտոմեքենայի մեջ օգնություն են ցուցաբերում, հավանաբար կտեղափոխեն Վանաձոր բժշկական կենտրոն։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում է, միացել են մեծ թվով քաղաքացիներ, թիվը բավականին շատ է։ Վանաձոր բժշկական կենտրոնի շտաբօգնությունը ժամանեց, որպեսզի օգնություն ցուցաբերի հետ։ Այս պահին արդեն բժիշկները բավականին օպերատիվ ժամանեցին։
Մարզպետարանից էլ մեծով աշխատակիցներ ներգրաված են։ Նշեցի, որ մարզպետը տեղեկանալով մարզպետարանի մոտ 15-ից ավելի, այդպես են ասում, աշխատակիցներ միացել են։ Նաև Վանաձորի քաղաքապետի հանձնարարականով են ժամանել քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ, ցավոք մինչև այժմ դեռ դրական արդյունք չկա։ Այս պայն տեսնում եք Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում ծնողին։ Գետը տեսնում եք ինչ վարարա։ Կարմիր ուտը կապցին ուտի շոր չես կարող։ Հետի մեկ չեմ ասեմ, մեր փոքր տուրին շիտս է, հավաստեղ Ողջույն, ողջույն։ Բալա, ցալսի ցալսան։ Որտեղ օրինակ հետից նատուշ ընկերություն, որի ամ կարող ագնան, որտեղ կարող կան, օրինակ դու ո՞նց ես եկագնալ։ Քիչ առաջ փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզեցին, զրուցեցին որոնվող աղջկա մոր հետ, ով հայտնեց, որ իր աղջիկը մենակ չի եղել, իր ընկերու հետ է եղել եւ կարծես թե ցավոք հաստատվում է այն տեղեկությունը, որ երկու հոգի են ընկել Փամբակ գետում։ Այս պայն հիմա պարզում են նաև երկրորդի ինքնությունը։ Հիմա արդեն տեսնում եք բավականին օպերատիվորեն ժամանած Վանաձոր բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցաբերում որոնվող երեխաներից մեկի մորը, իսկ որոնական աշխատանքների համար մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանում նաև նավակներով, հատուկ նավակներով, հենա տեսեք հերթական ցուցումն է տալի մարզի փրկարարական վարչության պետը, ով ի դեպ աշխատանքների մասին տեղեկություններ էր փոխանցում ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության տնօրեն գնդապետ Արամ Ղազարյանին։ Ֆինկյանի մոտ ես, արի լավ, գիտես չէ ուր ես գալու։ Անի, երորդ մասի է, անի։ Այո։ Կներես, երեխեքի տարիքները ինչքան է։ Երևի 7 կամ 10, մեկը 7 է։ Մեկը 7 է, մեկը 15։ Երկուսն աղջիկ չեն։
Ժորժանը լեսկոն Այսինքն երկու երեխա է։ Այսինքն հաստատվա, որ երկու երեխա է, նախնականով էլի։ Նախնականով Մեր ասում անգերու հետ ա եղել աղջիկս, թու։ այսինքն քուր չի, հայր։ Իրա քուրը չի, հա։ Քուրն է, Քուրն է։ երկու քրերի են մանգալ։ Վայ մամաչան։ Այսինքն քիչ առաջ փրկարարներն ու ոստիկանները համայնքային պարզեցին, որ որոնվողները հարազատ քույրեր են։ Մեկը 7 տարեկան, մեկը 13 տարեկան։ Ցավոք, մինչև այս պահը դեռ ոչ մի լավ լուր չկա։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մեծ թվով տեսնում եք քաղաքացիներ են, փրկարարներ, պարեկներ, համայնքային ոստիկաններ։ Ընտանիքը 5 երեխա ունի մայրը, նոր ասում եմ ճշտեցին, ցավոք, որոնվողները հարազատ քույրեր են։ Այսինքն պարզավ հալած քույրեր են, էլի։ Արդեն որոնողական աշխատանքները մոտ 30 կիլոմետրի չափով կատարվում է գետի երկայնքով։ Հա, էլի ճիշտ է։ Այստեղ է մերն էլ ստեղծագործության մեջ։ Այս պայն արդեն Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ նավակով մարզային փրկարարական վարչության պետ Սերով Ռափելյանի հանձնարարականով սկսում են որոնողական աշխատանքները Խամբագետի ոչ երկայնքով, որպեսզի հնարավորության դեպքում հայտնաբերեն ջրահեղձ եղած, արդեն կա այդ կասկածները ջրահեղձ եղած երկու քույրերի
մարմինները։ Հետ թիավարումը, լավ, հետ թիավարումը կորպուսով է կաշում։ Լապատ է միջև է աշխատելու։ Շատ բարարա է ախր գետը։ Հիմի մեր ավտոյով կգամ։ Հիմի այսինքն միջ չէ բան պետք է նավակով Այստեղ միտեղ հատված ունենք, որ չի կարող նավակ անցնի, տեղ պիպերեխոդ անեն, հանել ճանապարհը նորից անցնի պիպերեխոդի մասը։ Այն առիվերից պետք է նավական անցկացնի։ Բալի ժողովուրդ ջան, բալի։ Դու չես 3-4 ժամը այստեղ եմ։ Այնա։ Մի նավակ պետք է անցկացնել։ Բա ինչա։ Տարիքները ինչքան է։ 7 տարեկան, 13 տարեկան։ Ժողովուրդ մի հատ էս ավտոյի դեմից էս կողմ, կամուրջի վրից էս կողմ։
Né? Fet.